Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաչմերուկ podcast-ի հերթական թողարկումն է եւ ձեզ հետ են լրագրող Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում արդեն պատերազմը գրեթե 2 շաբաթ տևում է եւ ըստ էության որևէ նախանշան չկա, որ պատերազմը կավարտվի։ Դրան զուգահեռ մենք նաեւ ֆիքսում ենք, որ նոր խաղացողներ են ի հայտ գալիս այս կոնֆլիկտի շրջանակներում։ Պարոն Նահապետյան, բավական հետաքրքիր իրադարձություն տեղ ունեցավ օրեր առաջ այս կոնֆլիկտի շրջանակներում։ Միացյալ Նահանգների առաջնորդի նախաձեռնությամբ տեղ ունեցավ հեռախոսային խոսակցություն Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ եւ անմիջապես հետո Թրամփի ադմինիստրացիան հայտարարեց, որ իրենք դիտարկում են ռուսական կողմի նկատմամբ նավթային սեգմենտի համատեքստում պատժամիջոցների չեղարկում եւ Թրամփը նաեւ նշեց, որ առհասարակ հնարավոր է, որ չեղարկվող պատժամիջոցները չվերականգնվեն։ Փաստացի մենք ֆիքսում ենք, որ ռուսական կողմը այս պահին դառնում է ըստ էության շահող կողմ այս իրադրությունից, որովհետև Հորմուզի նեղուցը փակ է, իրանական կողմերը հերթով խփում են բոլոր տանկերներին եւ ընդհանրապես նրանց լեքսիկոնում, քաղաքական լեքսիկոնում բացառվում է այն, որ իրենք երբևէ այս պատերազմի համատեքստում կբացեն Հորմուզի նեղուցը եւ նավարկությունը կվերականգնվի։ Եվ դա մենք տեսնում ենք, որ բերում է իր հետևանքները նավթի գների միջազգային շուկայում, երեկվա տվյալներով արդեն 1 բարելի գինը տատանվում էր $120 համատեքստում եւ կանխատեսումների համաձայն առհասարակ դա կարող է հասնել մինչև 1 բարելը $200, որը որ բնականաբար աղետալի կարող է լինել համաշխարհային տնտեսության համար։ Եվ ցայտնոտի մեջ գտնվող Թրամփը կարծես թե փորձ է անում ռուսական կողմին դիմելով որոշակի փրկողակ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև ակնհայտ է, որ գործողությունները, որոնք որ տեղի են ունենում, չեն տեղի ունենում ըստ իրենց նախանշված սցենարի։ Մենք հիշում ենք, որ առհասարակ պատերազմի մեկնարկի օրը խոսում էր 4 օրվա մասին, հետագայում խոսում էր 4 շաբաթվա մասին, 1 օրվա մասին։ Այո, 1 օրվա, հետո 4 օր, հետո 4 շաբաթ, 4 շաբաթ, հիմա արդեն 4 շաբաթ, հետո սեպտեմբեր, Իսրայելն ասում է տեսնենք։ Այո։ Շատ հետաքրքիր իրավիճակ է եւ մասնավորապես արևմտյան բազմաթիվ հայտնի վերլուծաբաններ, նույն օրինակ հանրայդ Ջեֆրի Սաքսը նշում են, որ Միացյալ Նահանգները արդեն իսկ պարտվել է այս պատերազմում եւ նաեւ նշում են, որ այս արկածախնդրությունը Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված սա 3-րդ համաշխարհային պատերազմի նախերգանքը կարող է լինել, որտեղ աշխարհը այսօր գտնվում է 3-րդ աշխարհամարտի նախաշեմին։ Եկեք արձանագրենք փաստերով։ Թրամփը 2 օր առաջ ասեց, առաջին օրը մենք հաղթել ենք պատերազմը եւ հաղթել ենք։ Այս մնացած իներցիա է։ Հետո հետաքրքիր օրինակ զանգում է Ռուսաստանի նախագահին 3 ամիս հեռախոսային խոսակցություն չի եղել։ Իդեպ դեկտեմբերի սկզբից սա մարտի սկիզբն է, որ զանգարեց, այո։ Եվ հարցնում է Վլադիմիր Վլադիմիրիչ, կարելի է ձեր երկրի նկատմամբ դրած պատժամիջոցները հանել, թե չէ։ Դուք օրինակ դեմ եք, թե կողմ եք։ Դրա համար է, չէ՞ զանգում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության ամերիկյան կողմի այդ պատժամիջոցների մասին է, չէ՞, նավթի հետ կապված։ Բա այդ խելամիտ եք, այսինքն խելամիտ է այդ հայտարարությունը։ Այսինքն զանգա որ ասի ինչ պատժամիջոցը հասնում եմ դուք դեմ եք թե դեմ չեք։ Չէ, ակնհայտ է, չէ՞ որ ուրիշ թեմա է։
Իհարկե ուկրաինական թեման էլ չի, ակնհայտ է Իրանի թեման է։ Իսկ Իրանի թեմայով ինչու է զանգարում։ Իմ համար միանշանակ է եւ ոչ միայն իմ համար, ու Սաքսի կոնկրետ մեջբերում բերեցիք։ Իրանական կողմը հայտնել է հիմա կոնկրետ ցայտնոտում։ Ամերիկյան կողմը, Միացյալ Ամերիկյան կողմը ցայտնոտում է եւ իրենք չգիտեն այս վիճակից ոնց դուրս գան։ Այսինքն իրենք ուզում են պատերազմ կանգնեցնել, բայց դեմքը փրկելու խնդիր կա։ Դե համար երկու առաջ Տրամպը իլուր իր երկրի քաղաքացիների, իլուր աշխարհի ասաց մենք առաջին օրը հաղթել ենք։ Ինքը վստահաբար, ես ըստ աղավարից ասել եմ եւս ճանապարհները։ Ինքը ասել է մենք հաղթել ենք, խնդիրը լուծել ենք, գլխատել ենք, հոգեվոր առաջնորդին սպանել ենք, զինվորական վերնախավին սպանել ենք, միջուկային ուրեմն հետազոտությունների եւ հարստացված ուրանի ստացման բունկերները ոչնչացրել ենք, բալիստիկ հրթիռները ոչնչացրել ենք, պահոսները բոլոր հիպերձայնային արագության հրթիռները ոչնչացրել ենք, առայժմ 85-90% է։ 3 իդեպ այդ տոկոսները 100 չէր ասում։ Ենթակառույցները, նավթի վերամշակման գործարանները, նավերը, նավատորմը, հոպը, ինքնաթիռները, բանակը չկա, Իրան չկա։ Արդեն գոլոշացել է։ Իրան չկա, բայց Հորմուզի նեղուցում նավերը չեն կարող անցնել։ Օրինակ 10 օր առաջ ասում էր այդ 9 օր առաջ Հորմուզի նեղուցը որ բանը Իրան սկսեց հարվածել, ասեց հեսա մենք զորքով վաղը գալիս ենք, հələ տենանք այդ Իրան ով է, ինչ է, մինչև հələ գալիս են։ Այսինքն եկեք իրեն տանք իրենց անունները։ Նախ արձանագրենք, որպեսզի հասկանանք այդ պետությունները, որոնք մտել են կռվի մեջ, ինչ նպատակ են հետապնդում, եւ այդ նպատակին հասել են թե ոչ։ Եվ եթե չեն հասել, ապա այս վիճակից դուրս գալու ինչ ելքեր ունեն։ Կարծում եմ Միացյալ Նահանգները փնտրել է, հասկացել է, որ իրենք իսկապես փակ ուղիում են, նկատի ունեմ վարչակազմը եւ դիմել է Ռուսաստանի նախագահային միջնորդական ինչ-որ առաքելություն համար։ Ես գամ վերջից, Իրանը 4 պահանջ է դրել այս կռիվը դադարեցնելու։ Պահանջ առաջին։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները Իրանի նկատմամբ դիտվելու է որպես ագրեսիա։ Ընդ որում Իրանը դա մասին բարձրաձայնում էր, որ այդ որոշումը պետք է կայացվի ՄԱԿ անվտանգության խորհրդում։ 3 օր առաջ ՄԱԿ անվտանգության խորհուրդը կայացրեց լրիվ այլ որոշում։ Ոչ միայն չդիտեց ագրեսիա, ոչ միայն խիստ բանաձևում չտվեց 170 դերատի աղջիկների այդ դպրոցին 2 տամագավ հրթիռներով ոչնչացնելու, այո։ Փաստացի ասեց Իրանն ագրեսիա անում, Իրան ագրեսիայի անում արաբական երկրների նկատմամբ։ Իրանի երկրորդ պահանջը ագրեսիա ճանաչելուց հետո Իրան պետք է երաշխիքներ, որ Իրանը իր վրա ԱՄՆ Իսրայելը կամ այլ պետություն երբեցի չի հարձակվի։ Ով է տալու այդ երաշխիքները, ես չգիտեմ։ Երրորդ պահանջը փոխհատուցում, ռեպարացիա։ Ռեպարացիաների մասին էր խոսքը գնում։ Եվ չորրորդը միջուկային հետազոտությունների ուրեմն իրենց իրավունք իրենք շարունակելու եւ ԱՄՆ որից արգել չի անցանալու։ 3 ավելացել է եւս մի պայման։ Նոր Ռակբարը, հոգեվոր առաջնորդը, նոր ընտիր, ասել է, որ ծոցի երկրներում ամերիկյան բազաներ պիտի չունեն, բոլոր անխտիր, իրանց համար գոյութենական վտանգ է ներկայացնում։ Հիմա այս պայմանները Իրանը դրել է, ես ասի հիմա Իրանի դրած պայմանները, այո։ ԱՄՆ Իսրայելը համաձայնեն թե չէ, դա հարցի մի կողմն է։ Հիմա հետ գնանք, թե ինչու այդ կռիվը սկսեց։ Իսրայելը մի մոտիվացիայով է սկսել, ԱՄՆ այլ մոտիվացիայով, դրանք տարբեր բաներ են։ Օրինակ, Իսրայելի մոտիվացիան կրոնական է։ Մեծ Իսրայել ստեղծել, փրկչի գալ, Երուսաղեմում Սողոմոնի 3-րդ տաճարը կառուցել, այդ փրկչին Մաշախին բերել նստացնել եւ Մեծ Իսրայել մինչեւ Եփրատ։ Նեղոսից Եփրատ։ Դրա այդ մեկտեղ Իրանը քարուքան դանել։ Եթե իրենք իսկ այդ խոչընդոտը Իրանն է, այդ ձեռքերտել ըստ իրենց Իրանի պրոքսիները բոլորը ոչնչացնել, այդ թվում Համաս, Հեզբոլլա, Եմենի հուսիտներ եւ Իրաքի 400,000-ից շիա ոստիկանները 400,000, որը բանակը։ Դրանք բազուկներն կամ շոշափուկներն են ըստ Իսրայելի, իսկ գլուխը Իրանն է, հա։ Իրանը պիտի ոչնչացվի, հանձնվի, մասնատվի եւ այլն։
Բայց մոտիվացիան իրականում Մաշախին բերելն է։ Ձերք հետ մեծ Իսրայել ստեղծելը, բայց բուն ստրատեգիականը փրկչին բերելն է։ Եվ Բենյամին Նետանյահուն այդ երկրի վարչապետը ինք իրեն համոզել է, որ դա ճիշտ է, կամ իրեն համոզել է ռաբինները, հոգևորականները, համոզել են, որ դա է, հիմա այդ ժամանակներն ենք ապրում։ Իդեպ Խասիդները լավ սենց ասեմ, որի մեջ ամենաարմատականը այդ գիծը տանող Խաբաթն է։ Հիմա գալիս ենք ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը ինչ խնդիր է լուծում։ ԱՄՆ-ի համար ԱՄՆ-ը լուծում է աշխարհաքաղաքական խնդիր, գեոպոլիտիկ խնդիր է լուծում։ Ինչու՞։ Ուրեմն գլոբալիստների իշխանությունը այլևս անցյալում է այս պահին։ Այսինքն վերպետական կառույցներով, որի գլուխ կանգնած է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը, Բրիտանիայի կառավարությունը, համաշխարհային տիրապետություն։ Կարծես թե 5 րոպե պակաս արդեն կային, չէ՞։ 91 թվականի խորհրդային միությունը նվաճելուց հետո այլևս խոչընդոտ չկար, մնում էր Ռուսաստանը մարսել, 14 հանրապետություններ մարսել էին, էլի։ Ուրեմն Ռուսաստանը մարսել, այդ բանը շրջանը, որ իրան գրկել են, կոչվում է բանը, անակոնդայի գոտ, էլի, որ դա անակոնդան էլ տենց միանգամից չի բանանում, էլի մարսում։ Չստացվեց, ձախողվեց, Ռուսաստանը միջուկային տերություն զենքը պահեց, դրա հիման վրա կարողացավ քաղաքական հեղաշրջում անել, իշխանության բերել հատուկ ծառայությունների զինվորականության ներկայացուցիչներ, որոնք խորագետ կերպով աշճանաբար քայլ առ քայլ բերեցին մի վիճակի, որտեղ Ռուսաստանը կարողացավ վերազինվել, կարողացավ տնտեսապես ոտքի կանգնել եւ հայտ ներկայացնել։ Այդ հայտը 2007 թվականի Մյունխենում Վլադիմիր Պուտինի այդ անտանքության խորհրդաժողովի հայտնի ելույթները առաջին շեփորը տեղ հնչեց, որ մենք այս նոր աշխարհակարգի հետ համակարծիք չենք։ Հիմա արձանագրենք հետեւյալը, վերպետական կառույցները չունեն համաշխարհային տիրապետություն, բայց համաշխարհային տիրապետության ձգտող սուբյեկտ կա։ ԱՄՆ Տրամպի ԱՄՆ մագա շարժումով համաշխարհային տիրապետություն, այսինքն աշխարհի միաբևեռ լինելու ավանգարդում հեգեմոն լինելու է միայն ԱՄՆ։ Իդեպ հենց ԱՄՆ-ում հիմա այս պատերազմի համատեքստում մագա շարժման ակտիվիստները դուրս են եկել Թրամփի դեմ, որովհետև ասում են դու մեզ խաբեցիր։ Ճիշտ է։ Դու գալիս ես խաղաղության այդ լոզունգներով։ Եվ հզոր Ամերիկա։ Այո։ Եվ հիմա մենք չենք ուզում, որ մեր տղեկը գնան Իսրայելի համար զոհվեն, շատ ճիշտ է։ Հիմա ԱՄՆ-ում փաստացի Տրամփի վարչակազմը համաշխարհային տիրապետության է ձգտում, որպեսզի աշխարհը չլինի բազմաբևեռ։ Միաբևեռ աշխարհի այլընտրանքը բազմաբևեռն է։ Բազմաբևեռ աշխարհի ավանգարդում գտնում են մի քանի պետություններ, միջուկային գերտերություն Ռուսաստանը, որը ոչ միայն իր պոտենցիալով միջուկային ԱՄՆ-ից ավելի հզոր է, երկու գերտերություն կա Ռուսաստան, ԱՄՆ, բայց իրինն ավելի, այլև հիպերձայնային արագության փրթիռներ ունի, որը ԱՄՆ չունի, այո։ Սուզանավեր ունի եւ Պոսեյդոն ունի, որը ԱՄՆ չունի։ Արեշնիկ ունի, որը ԱՄՆ չունի։ Եվ տնտեսական գերտերություն Չինաստանը։ Այսինքն բազմաբևեռ աշխարհի առանցքում մի կողմից ԱՄՆ-ն է, մյուս կողմից Ռուսաստանը եւ Չինաստանը։ Հիմա կա առանցք, այսպես ասենք, հա, ռազմական եւ տնտեսական առումով։ Այդ առանցքը ես ձևակերպում եմ այսպես, կոչվում է Մինսկ, Մոսկվա, Պեկին։ Մինսկում, ինչու, որտեվ Բելարուսը Ռուսաստանի հետ մեկ միութենական միավոր է կազմում, Բելարուսում միջուկային մարտագլխիկներով հրթիռներն են, օրեշնիկ տիպի հրթիռներն են, այսինքն ինքը այդ առումով շարունակությունն է Ռուսաստանի, ոնց որ, եւ այն կապերը տնտեսական եւ ռազմական, որ կա Չինաստանի հետ, դա իսկապես առանցք է։ Այդ առանցքի վրա գտնվում են նաեւ երկրներ, նվազագույնը երկու երկիր ասեմ, Իրան եւ Հյուսիսային Կորեա։ Այսինքն եթե առկայացնեմ գործնականում ռազմական առումով բազմաբևեռ աշխարհը կայացած է սրանով։ Տնտեսական առումով դա կարող եմ ասել BRICS-ն է, այո, կամ Շանհայի տնտեսական համագործակցությունը, որը իդեպ շուտով մեծ հաշվով հավակնում է դառնալ տնտեսականից վերաճել ռազմաքաղաքական, ոչ միայն քաղաքական, այսինքն իրականում բազմաբևեռ աշխարհի միավոր կառույցը ինքը Շանհայի տնտեսական կազմակերպությունն է։ Հիմա արձանագրելով այս իրողությունները, ԱՄՆ-ի ստրատեգները որոշել են հետևյալը. այս օղակից ուշադրություն դարձրեք մի պետություն կա, որը միջուկային չի։ Դա Իրանն է։ Բելարուսը միջուկային է, որտեվ
տարածքում միջուկային զենքն է տեղադրած, Ռուսաստան միջուկային գերտերություն, Չինաստանը միջուկային եւ Հյուսիսային Կորեա միջուկային։ Իրենք որոշել են հանել Իրանը օղակից, այս շղթայից եւ շղթան փոկվի, հաշվի առնելով նաեւ, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման տեսլականը հյուսիս-հարավ միջանցքով է գնալու, այսինքն դեպի արևելք եւ գլոբալ հարավ։ Այդ երկու ուղղություններով հանգուցային երկիրը Իրանն է։ Այսինքն հաշվարկը հետեւյալն է, եթե Իրանը կարողանում է այս շղթայից փոկել, շղթան քանդվում է վստահաբար, եւ հարվածը եւ ռազմական առումով է հարված, եւ տնտեսական։ Այ ԱՄՆ-ի ստրատեգները սեն մշակի, բայց որպեսի տան մոտիվացիոն դաշտ, օրինակ պաշտպանության նախարար, Պենտագոնի կամ հիմա պատերազմի նախարար, կամ նույն Տրամպին, գիտեք որն է նրանց մոտիվացիան, որ հիմա մենք ըստ Հովանեսի ավետարանի վերջին ժամանակներն ենք ապրում, որ ներն է գալու, նստելու է Սողոմոնի տաճարում, հետո Արմագեդոնում կռիվանելու Գոգի ու Մագոգի, այսինքն Իսրայելի դաշնակիցների, Իրանի դաշնակիցների միջև, հետո Գոգը հաղթելու է, հետո 7 տարի իշխելու է նարը, հետո Հիսուսի երկրորդ գալուստը, այսինքն մենք պատրաստում ենք Հիսուսի երկրորդ գալուստը։ Այս էլ իրենց մոտիվացիոն դաշտն է, բայց սա ոչ թե նպատակ է, այլ միջոց, ի տարբերություն Իսրայելի, որտեղ մեծ Իսրայելը ոչ թե նպատակ է դառնում, այլ հետևանք։ Նպատակը փրկչի գալն է, Մաշախի գալն է, հա։ Եվ այս երկու իրողությունների ֆոնի վրա, որտեղ հիմա մենք ապրում ենք, այս պահին ակնհայտ է, որ ԱՄՆ-ի առավել սթափ իրատեսական ռազմաքաղաքական ղեկավարությունը գնահատում է, որ Իրանի դեմ այս երրորդ բախումը, իսկ բախման իմաստը իշխանափոխություններ, այաթոլաների ինստիտուտը վերացնելն ձախողվել է, չէ, հիմա երրորդն էլ է, երկու փորձ արվեց, չէ, անցյալ տարի հունիսին, հետո անցյալ տարի դեկտեմբեր, այս տարի հունվար ամիսներին։ Հիմա էլ ձախողվել է նորից։ Հիմա էլ է ձախողվել, այսինքն հիմա խնդիրը դրվել ԱՄՆ նահանջում է դեմքը փրկելով։ Բայց եթե 12 օրվա ռազմական բախման ժամանակ անցյալ տարի հունիսին Իսրայել ԱՄՆ մի կողմից, Իրան մյուս կողմից Իրանը պահանջներ չդրեց, հիմա ունի առարկայապես առավելություն Իրանը։ Եվ պահանջներ դրեց, նոր ասի 5 պահանջ դրել։ 4-ներ հիմա 5-րդը ավելացրեց նոր Ռագբարը, այսինքն իրենց գերագույն հոգևոր առաջնորդը, եւ այդ 5 պահանջների կատարումն է։ Այսինքն, եթե ամեն մեկը իր սկզբունքի վրա է կանգնում, սա շարունակվելու է։ Իսկ շարունակվել երկու սցենար կա, կամ գնում է ռեսուրսային պատերազմ, իսկ հիմա ռեսուրսային պատերազմա գնում, կամ եթե ռեսուրսային պատերազմով ԱՄՆ ու Իսրայելը հասկանում են, որ պարտվում են, ես չեմ բացառում, որ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ թռչեն դեպի Իրան։ Ռուսերեն ասած այսպիսի մի շատ հետաքրքիր խոսք կա։ Վայնա на истощение։ Դա ռեսուրսային պատերազմն է, էլի, հա։ Պարոն Ապետյան, տեսեք, արմենիան մամուլում, հատկապես վերլուծական շրջանակներում շատ է գրվում, որ Միացյալ Նահանգները հատկապես վերջին օրերին իրադարձությունների զարգացման մի քանի սցենար ունի, սպիտակ տուն է իր ձեռքի տակ, փորձ անել ինչ-որ կերպ դեմքը փրկել, որովհետև ակնհայտ է, որ իրենք ձախողվում են, ձախողվեցին իշխանափոխության հարցում, ձախողվեցին անջատողականություն հրահրելու համատեքստում, ձախողվեցին ներքին ընդվզումներ հրահրելու առումով, եւ հիմա որպեսզի գոնե համաշխարհային տնտեսության վիճակը նավթի գների այս բարձրացման առումով գոնե որոշակիորեն բալանսավորվի, նրանք տարբերակներից մեկը դիտարկում են, որ Հորմուզի նեղուցի կղզիներից մեկում փորձեն դեսանտ իջեցնեն։ Տարբեր հաշվարկներով ես կարդում էի մոտավորապես իրենց անհրաժեշտ է լինելու 80-ից 90 հազար ծովային հետևակ, ամերիկյան ամենաէլիտար ստորաբաժանումները, եւ իրենք հասկանում են, որ այդ մարկանց, եթե այդպիսի որոշում կայացվի նեղուցը բացելու փորձերի համատեքստում, դա նշանակելու է, որ իրենց ամենաէլիտար զորամիավորումներին, ամենապատրաստված զորամիավորումներին տանելու են մահվան։ Ուրանի հարստացման համատեքստում հիմնական քննարկումները կայանում են նրանում, որ փորձեն սահմանափակ ցամաքային
դեսանտային գործողություն իրականացնել Ֆորդոյի եւ մնացյալ ատոմակայանների շրջաններում, որպեսզի հատուկ գործողության միջոցով փորձեն դուրս բերեն այդ ուրանը, թիվեր նշվում, որ մոտավորապես 400 կիլոգրամ հարստացված ուրանի մասն է խոսքը գնում։ Բայց բոլոր պարագաներում վերլուծական շրջանակները նշում են, որ ինչ էլ որ որոշի Սպիտակ տունը, դա իրականացվելու է զգալի կորուստների գնով։ Եթե իրենք որոշում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել ինչ-որ X նպատակի համար, օրինակ հարստացված ուրանը դուրս բերել Իրանի տարածքից, բնականաբար դա շատ հնարավոր է ձախողվի։ Եթե իրենք որոշում են ուժով փորձ անել բացել Հորմուզի նեղուցը, այդտեղ լինելու են զոհեր։ Իսկ մենք տեսնում ենք, որ պաշտոնապես նրանք խոսում են 6-7 զոհի մասին։ Մատների վրա հաշված։ Այո, մատների վրա հաշված եւ դա արդեն իսկ Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանքում լրջագույն լարում է Թրամփի ադմինիստրացիայի համար։ Պարզ է, չէ, որ զոհերը իրականում ավելի շատ են։ Իրանական կողմը միգուցե քարոզչական նպատակների իրականացման առումով նշում է մոտ 500 ամերիկացի զինվոր, Միացյալ Նահանգները մատների վրա հաշված եւ շատ հնարավոր է, որ ճշմարտությունը այդ երկու թվերի մեջտեղում է։ Եվ այնուամենայնիվ, եթե զոհերը շատանան, անգամ այս պաշտոնապես հաստատված մատների վրա հաշված զոհերի համատեքստում արդեն իսկ կա Թրամփի համար խնդիր ներսում։ Պատկերացնում եք, եթե ավելի շատանան, ինչ կլինի իր հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ կա Էփշթեյնի գործ, որը հիմա քնեցվեց զարմանալիորեն, աշնանական միջանկյալ ընտրություններ եւ Միացյալ Նահանգների առաջնորդի եւ առհասարակ Սպիտակ տան ադմինիստրացիայի գործելավոճը իրականում իրապես ցայտնոտային է, որովհետեւ 24 ժամվա շրջանակներում նրանք կարող են մի քանի անգամ մեկը մյուսից հակասող հայտարարություններ իրականացնել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգետսը կարող է հայտարարել, որ իրենք ընդհանրապես մերժում են պատերազմ վարելու կանոնները, որովհետև համարում են դա հնացած, այսինքն ակնարկելով, որ կարող են նույնիսկ շրջանցել բոլոր կանոնները պատերազմի ընդունված բոլոր կանոնները եւ կիրառել օրինակ միջուկային զենք, բայց դրան զուգահեռ Դոնալդ Թրամփը խոսում է, որ իրենք արդեն հաղթեցին, այսինքն կա հակասություն, այսինքն սա նաեւ ենթադրում է այն, որ ադմինիստրացիայում իրենք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն։ Իսկապես իրենց համար փակուղի է, ես համակարծիք եմ, եւ այդ փակուղուց դուրս գալու երկերի փնտրտուքի մեջ է նաեւ Ռուսաստանը, Չինաստանը։ Ակնհայտ է, որ իրենց ձեր չի տալիս սկզբունքորեն այս ամեն ինչը երկար տևի, որտեվ ես նորից եմ ասում, Իսրայելի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության մոտ կարող է իրավիճակի առանց այն էլ խեղված ընկալումը ամբողջովին բերել մի վիճակի, որտեղ իրականությունից լրիվ կտրվածն են։ Այսինքն ես ասում, նորից եմ ասում, ամենամեծ վտանգը դա միջուկային մարտագլխիկներով, հրթիռներով հարվածելն է Իրանին, որ լրիվ այլ վիճակ է բերել, երկիր մոլորակից դե միայն տարածաշրջանի խնդիրը չի, հա, որտեղ հակառակ պատասխանել լինելու այդ անապատում գտնվող միջուկային ռեակտորին Իրանի կողմից Իսրայելին, երկու մեծ քիմիական գործարանների միջուկային մարտագլխիկներով հրթիռների պաուսներին հարված լինելու, ընդ որում այդ հրթիռները այլևս չեն էլ որսվում, եւ Իսրայելի այդ հայտնի երկաթագմբեթը հիմա բավականին ցանցերով է։ Նույնիսկ Հեզբոլլահը երեք մի քանի 100 բացեր թողեք, ես աշխատել էր։ Նկարներ կար, իհարկե հավաքել էին, ինչպես ասում են, տեսախցիկները թույլ չէին տալիս Իսրայելը հատուկ ծառայություններ, բայց ինչ-որ բաներ երկնքից բաներ թափվում։ Շատ խիստ ցենզուրա է հիմա Իսրայելում։ Ակնհայտ է, չէ՞, որպեսզի ժողովուրդ չիմանա իրականում չկատարվում, հա, այն ավերածությունները եւ այլն։ Հիմա եթե գանք սուրվա վիճակով, սկզբունքորեն արձանագրենք, որ այս կամ այն ձևով, այս կամ այն զիջումներով Միացյալ Նահանգները համակերպվելու է
այն իրողության հետ, որ երրորդ փորձը եւս ձախողվել է։ ԱՄՆ պարտադրելու է Իսրայելին, թեև այդ պարտադրանքը բավական ցավոտ է լինելու, բայց պարտադրելու է, որպեսզի Իսրայելը հետ քայլանի։ Եթե Իսրայելը հետ քայլ չարեց, դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ներկայիս են վարչակազմը, որը հրեական լոբինգի եւ սիոնիստների իշխանության ներքո չի, որ ուղղակի Ամերիկա պետության շահերն են առաջնային եւ իրենց տրված լիազորություններով իրեն կարողանում են սպասարկել, ապա Իսրայելը հետ հարաբերությունները կտրուկ կարող է փչանալ։ Եթե Իսրայելը այնուամենայնիվ, ինչպես ասում են, ժանիք ցույց տվեց ԱՄՆ-ի այդ քայլերին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի այդ պահանջից հետո ստեղծում է աշխարհում եւ մասնապես մեր տարածաշրջանում ստատուս քվո, նոր ստատուս քվո, որը նշանակում է վստահաբար ամենայն հավանականությամբ ծոցի երկրներից դուրս է բերվում ամերիկյան բազաները։ Հետաքրքիր չէ, բազաները այդ երկրների անվտանգության համար էլ չէ դրված։ Ձևակերպում այդպես էլ չէ։ Բայց դարձրեց թիրախ։ Շատ ճիշտ եք։ Այստեղ մի խելոք կա, որ ասում է այդ Տրամպի ուղին երաշխիքն է, որ 99 տարով այդ ուղին գործի, 99 տարով ինքնիշխան ենք լինելու։ Այդ չեմ ասում ամերիկյան բազաներ, այդ ճանապարհ ասում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդ նույն ստատուս քվոյով Ամերիկան այլևս երաշխավորը չի ոչ միայն ցանկացած պետության, կոմունիկացիայի, անվտանգության, այլև ինքը պատճառ կարող է հանձնանալ եւ այդ երկիրը եւ այդ ճանապարհի կոմունիկացիաները դառնան թիրախներ։ Այսինքն ամենախաղաղության այն կրող պետությունը չի, որտեղ ասում են ԱՄՆ-ի միջուկային հովանոցին ներքո ես, դու վստահաբար պաշտպանված ես, չէ՞։ Հիմա լրիվ հակառակ է։ Ծոցի բոլոր երկրները 13 երկիր ամերիկյան բազաներով միջուկային հովանոցին ներքո են, այսօր տեսնում ենք ինչ է կատարվում։ Իդեպ նաև Այսինքն Իրանը ցույց տվեց, որ այդ հովանոցը հովանոց չէ, ցանց է։ հետաքրքիր է, որ Օմանին նաև հարված եղավ։ Օմանը կարծես թե այն միջնորդ պետությունն էր, որը որ գոնե հրթիռներից խուսափել էր, ես կցանկանայի նաև խոսենք, թե ինչու նաև Օմանին հարված եղավ։ Ուրեմն ասեմ այսպես, Իրանը շատ պարզ հրապարակավ անթակույց ասել է, ցանկացած երկիր, որը իր նկատմամբ վտանգ է ներկայացնում, տեսական եւ գործնական իր համար թիրախ է։ Այդ երկրի այն վայրերը, որտեղ ամերիկյան զինուժն է, այսինքն ինքը չի թիրախավորում երկիրը, բայց թիրախավորում այն ռազմական կառույցները, այն ենթակառույցները, այն բնակատեղիները, այդ թվում օրինակ հյուրանոցները, որտեղ բազաների անձնակազմը, բազաներից դուրս են եկել, ինչպես ասում են բազաները անտերության վիճակ, իրենք հյուրանոցներում։ Իրանի հետախուզությունը ճշտում է, որ այսինչ հյուրանոցի, այսինչ հարկում են։ Թիրախային անօթաչուն գնում է, ինչպես Դուբայի X հյուրանոցում գնում է թիրախային ընդորում ամբողջ հյուրանոցը չի հարված, որ շենքը նստածն է, այդ երկակեր կոնկրետ են հարկում, որտեղ որ զինանձնակազմն է։ Այսինքն ուզում ասել, որ ընդ որում ասեմ ձեզ հետաքրքիր է, որ Իրանը առայժմ նույն գնահատականը չի տալիս այն երկրներին, որտեղ Իսրայելն է գտնվում։ Օրինակ Իսրայելը ներկայացված է Ադրբեջանում, բայց դեռ չի թիրախավորում, չէ՞։ Որտեղ այդ տարածքներից իսրայելական օդուժը եւ հրթիռները Իրանի վրա չեն գնում։ Այսինքն Իրանի գնահատման մի չափանիշ կա, որ երկրներն է իր համար պրոբլեմատիկ, որը կոնկրետ վտանգի աղբյուր է։ Ասեմ ձեզ, եթե Հայաստանը վտանգի աղբյուր լինի, չկասկածեք առանց սեթևի Հայաստանի խփելու են։ Ես չգիտեմ ոնց։ Օրինակ կարող է Հայաստանից տեսականորեն եմ ասում, անօթաչուներն անդադ հետախուզական թռիչքներ են անում։ Եվ այդ թռիչքների եւ սարքավորումները եւ դիեզերանավերով կառավարելությունը եւ ինֆորմացիայի ստացումը ու մշակումը ամերիկյան միավորներն են, ասենք, այստեղ ներկայացուցիչները։ Վստահաբար դա թիրախ է դառնում։ Ես չեմ բացառում։ Իդեպ ասեմ ձեզ, այդպիսի մի թիրախ մենք գործնականում ունենք, որտեղ Իրանը կարող է խփել։ Ասեմ ձեզ։ Որը Իսակով Պողոտայի վրա գտնվող ԱՄՆ դեսպանությունը։ Հա։ Այդ դեսպանությունը ինքը հետախուզական կենտրոնն է։ Եվ եթե մենք այստեղ նստած գիտենք դրա մասին, այդ մեծ անձնակազմով, եթե չեմ սխալվում, Բաղդադից հետո աշխարհում իր տարածքով անձնակազմով երկրորդն է։ Բա այդ ում դեմ է։ Այդ կարող է Քյավառի կամ Մարտունու դեմ է, որ ձուկ-մուկ քիչ կողանան։ Սևանա լճից կամ կարտոնի լավ բիզնես անեն։ Վստահաբար չէ։ Ում դեմ է։ Իրանի դեմ է։
Եվ հետախուզական այդ սարքավորումները եւ մասնագետները տեղ աշխատում են, չէ, Իրանը հրաշալի գիտի։ Բայց եթե ինքը գտա, որ կոնկրետ ԱՄՆ-ի այդ հետախուզական կենտրոնը, ընդ որում ես ասեմ ձեզ, ես չեմ բացառում ինքը արդեն թիրախների մեջ է։ Այդ կառույցը թիրախների մեջ է։ Հրաշալի հասկանալ, որ Հայաստանի իշխանությունը իզորու չի այդ դեսպանության սարքավորումներն ու եւ անձնակազմին դուրս հրավիրել։ Այո։ Բայց վաղ ջեմիսօրը եթե Իրանը գնահատեց, որ այդ կառույցի աշխատանք ուղղակիորեն վտանգում է Իրանի անվտանգությանը, այս ուղղությամբ կասկած չունենաք։ Թիրախավորել եւ հարվածելու է։ Հիմա Օմանի պահով ես նորից եմ ասում, Իրանը հստակ է, ինքը գնահատում է այ վտանգը, հիմա կա այդտեղից ինչ որ բան թռչում է, հա, այդտեղից հետախուզական տվյալներ հավաքում է։ Բրիտանացիքին խփեց Կիպրոսում, ինչու՞։ Որտեւ ինքը գնահատում է իր չափորոշներով դա վտանգ է, չել սեթևեթում, չել հարցնում, ներողություն չել խնդրում, չել ասում են 12 օրվա կռվի ժամանակ վերջին 2 օրը ամերիկացիներին որ ասեց խփելու եմ այսքան հրթիռ, այս ինչ տեղ է, նախորդ կազմակազմը հանեք, բարդ բան հանգարց կմնա։ Սիմվոլիկ բնույթի արված է։ Որ անգամ վնաս չտա, որտեղ պայմանավորված էր վերջին 2 օրվանը։ Բայց ստեղ են ինչ որ հիմա կատարում, ինքը չել հարցնում որ այդպես մեկի կարծիքը։ Եվ դրա իրավունքը միջազգային իրավունքով եւ բարոյական տեսանկյունից ունի, որտեղ ինքը առաջնորդվում է ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածով։ Ինքը իր վրա ագրեսիա եղել է, ինքը դիմել է ինքնապաշտպանության։ Հիմա Աբբաս Արաղչին Իրանի արգուսնախարար վերջին օրերին շատ հետաքրքիր հարցազրույցներ է տալիս, մեկնաբանություններ եւ գլխավոր միտքը կայանում է նրանում, որ մենք ենք որոշելու երբ ավարտվի այս պատերազմը։ Այսինքն փաստացի մենք կարող ենք արդեն Այսինքն ԱՄՆ-ը սկսել է, Իրանը ավարտում է։ Այո։ Եվ փաստացի ըստ էության եթե դիտարկենք իրադարձությունների այս ողջ շղթան եւ նաեւ այն որ Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները եւ կարծես թե կարող ենք մենք փաստել որ ստրատեգիական առավելությունը պատերազմում այլևս անցել է Իրանի կողմը։ Այո։ Եվ հետաքրիր ես երբ հոգևոր առաջնորդը զոհվեց Իրանի Սեյեդ Ալի Խամենեին իր ընտանիքի անդամները, զինվորականները եւ այլն իմ մոտ այսպեսի մի հետաքրիր միտք առաջացավ, էլի ես հիշեցի նժդեից մի ձևակերպում, ասում է հայրենիքիդ այնպես դի ծառայես, որ անգամ մահդ առավելագույն ծառայի հայրենիքիդ, անգամ մահդ։ Համախմբեց։ Ուրեմն Սեյեդ Ալի Խամենեի մահը համախմբեց Իրանում անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից բոլոր իրանցիներին։ Անկախ ներողություն, անկախ քաղաքական դիրքորոշումներից նաեւ։ Ավելին ընդդիմադիր մի կուսակցություն կա, որ առաջինը հայտարարեց, որ իրենք իշխանությունների հետն են։ Սա հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն մեծության մասն եմ ասում, մեկ, երկրորդ։ Իրանը հավակնում է, ուշադրություն դարձրեք, հիմա այս մենք ամեն ինչը նայում ենք աշխարհակահաղական պրիզմայով, չէ՞, մեր գնահատումները, տարածաշրջանային շահերի։ Հիմա եկեք Իրանին գնահատենք իսլամ աշխարհի պրիզմայով։ Ուրեմն շիա մահմեդականությունը իսլամ աշխարհում բնակչությամբ անգամ 1/5-ը չի։ Մոտ այդքան։ Ավելի քիչ, բայց հիմա Իրանը հավակնում է դառնալ միավորիչ գործոն ամբողջ իսլամ աշխարհի, այդ թվում հիմնականում սուննի մահմեդական աշխարհի, ինչպես։ Օրինակ, երեք Էրդողանը հայտնի ելույթ է ունեցել եւ գիտեք ինչ կոչեր ասել։ Շատ հետաքրքիր է, որ այս կռիվը իսլամ աշխարհի դեմ է եւ աշխարհի բոլոր մահմեդականները պետք է միավորվեն, չարի դեմ եւ այլն, այդ կենացնել է գնում։ Այդ ինչու, այդ ինչ տարավ բերեց հանկարծ Էրդողանը նման բաներ հիշեց։ Որովհետեւ Թուրքիան հավակնում է դառնալ իսլամ աշխարհի, այո, առաջնորդը, այդ թվում նաև իր մեջ ներառելով շիա աշխարհը, բայց ամբողջ հարցը նա, որ եթե այսպես նայենք ըստ Ղուրանի, որից է ձևով ես չեմ կարող զուգահեռել, ասենք արաբական աշխարհի հիմնականում ծոցի հարուստ երկրների հոգևորականների նիստ ու կացը իրենց ղեկավարների այդ երկրի առաջնորդների ցոփ ու շվայտ կյանքը Իրանի այաթոլաների կյանքի հետ։ Պատկերացնում եք ինչ զուգահեռ եմ տանում։
Այսինքն ասկետ կյանքով ապրող Իրանի շիա մահմեդական հոգևորականները իրապես ապրում են այդ ժողովրդի համար։ Նեղ օրը այդ ժողովրդի կողքին են։ Իրենք երբեք բացի ծառայությունից իրենց հավատքով եւ իրենց ժողովրդին այլ բան իրենց իմաստը չի կյանքի։ Երբ որ դրան զուգահեռում ես սուննի մահմեդական աշխարհում այն կյանքով որ ապրում են շեյխերը, իրենց հոգևոր ներկայացուցիչները, այդ թվում նաեւ օրինակ Էրդողանը մեծահարուստ մարդ է։ Այսինքն ինչ ասել է մեծահարուստ։ Այս այդ հարստությունը հետը տանելու, հա։ Հստակ տարբերություն կա։ Եվ ես նորից եմ ասում, հիմա Իրանը ինքը հայտ է ներկայացնում, որի մասին չի բարձրաձայնում, բայց դա ակնհայտ երևում է։ Իսլամ աշխարհում դառնալ ավանգարդը, այդ թվում նաև սուննի մահմեդական աշխարհի, իր կենցաղով, իր վարվեցողությամբ եւ իրանական հեղափոխության առաջնորդ Խոմեյնի հայտնի ձևակերպումով մեծ սատանայի դեմ սրբազան պատերազմ մղելու ուրեմն անհանջ պայքարով։ Իսկ մեծ սատանան դա Միացյալ Նահանգներն էր։ Այն ժամանակ փոքր սատանան խորհրդային միությունն էր, այդպես էր գնահատվում։ Եվ հիմա եթե Իրանն է ավանգարդում դրոշակակիր է ամեն ինչի, շատ բնական է որ իսլամ աշխարհում դրոշակակիրով դիլնի ոչ թե Թուրքիան, ոչ թե Սաուդյան Արաբիան, որը հավակնում է ասում սրբավայրերի մոտ եւ այլն, այլ Իրանը։ Այսպիսի հետաքրքիր զարգացումներ նաև։ Հետաքրքիր է նաև այն, որ տեսեք, պարոն Աբեցյան, պատերազմի մեկնարկից ի վեր, երբ հայտնի դարձավ, առաջին օրվա վերջին արդեն հայտնի դարձավ Ալի Խամեյնիի նահատակության մասին, արևմտյան մեդիայում հիմնականում մի քանի անուններ էին շրջանառվում, հավանական ժառանգորդ որպես, եւ նշվում էր նաեւ հենց իր որդու Մոջտաբա Խամեյնիի մասին, չնայած որ նշվում էր իսլամ աշխարհում հորից որդուն իշխանություն անցնելու գործընթացը չի ողջունվում։ Անընդունելի է նույնիսկ եթե ավելի ասեմ, այո։ Բայց այնուամենայնիվ ելնելով միգուցե ֆորս մաժորային այս իրավիճակից տեղ ունեցավ դա եւ Մոջտաբա Խամեյնին ինքը բավական հետաքրքիր կերպար է։ Ըստ հիմա այդ մարդուն նայենք ոչ թե որպես իր հոր զավակ, նայենք անց, որ անցել է ճանապարհ։ Այո։ Որտեղ փորձագետների խորհուրդն է չէ որոշել 80 հոգի։ Այսինքն դա մի հոգի չի, երկու հոգի չի, երեք հոգի չի։ 80 մարդ որոշում են ով է դառնալու այդ երկրի գլուխը կամ եւ նաեւ հոգեվոր առաջնորդը։ Այսինքն չափորոշիչներ է, չէ, հստակ դրած։ Եվ ինքը միակ տեխնացուն չէ, դե 3-4 տեխնացու է եղել։ Եվ տեսեք, այս անձնավորությունը իդեպ իրական բավական լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է, լինելով 56 տարեկան, նա հոգևոր ծառայություն իրականացնելով, նաև դասախոսելով աստվածաբանություն եւ մասնակցել է նաև Իրաքո-Իրանյան պատերազմին 80-ականներին եւ շատերի գնահատմամբ Մոջտաբա Խամեյնին, ով երբեք չի զբաղեցրել պաշտոններ իրանական համակարգում, բայց ունեցել է գորշ կարդինալի դիրքավորում եւ լինելով ստվերում հսկայական ազդեցություն է ունեցել էլիտայի որոշումների կայացման վրա։ Իդեպ հետաքրքրական է, որ շատ էր խոսում, որ հենց իսլամական պահապանների կորպուսն է աջակցել իր տեխնացությանը, այսինքն էլիտայի ուժային բլոկը։ Եկեք ուրիշ ձև ասենք, պահապանների կորպուսի տեխնացուն կոնկրետ ինքն է, ոչ թե աջակցել է, կորպուսը անուղղակի իրավունք ունի ունենալ իր տեխնացուն։ Այ իր տեխնացուն այսօր Արաքբարն է։ Հիմա Իրանը փաստացի ունի առաջնորդ, ում կնոջը սպանել են ամերիկացիք։ Մոտիվացիա ունի գործ։ Ում հորը սպանել են ամերիկացիք կամ իսրայելցիք, այո, զոհվել է։ Ում ընտանիքի բազմաթիվ անդամների ֆիզիկապես ոչնչացրել են եւ ինչպես կարելի է պատկերացնել հիմա իրադարձությունների ընթացքը, եթե հաշվի առնենք, որ այո նա ունի վրեժ լուծելու։ Առավելս որ պետական մակարդակով վրեժի դրոշը կամ հատուցման դրոշը, կարմիր դրոշը մոսկիթի վրա երրորդ օրը բարձրացվեց։ Այսինքն սա արդեն
այդ անձի որոշելիքը չի, դա պետական քաղաքականություն է։ Եվ հետո որոշվելու է արդյոք վրեժը արվել է, հատուցումը իրենք ստացել են, թե չէ։ Այսինքն դա մի կարմիր գիծ է, որտեղ շատ դժվար է հետո հետնահանջանել, որտեղ դու վերջին հաշվով սա միայն Իրանի քաղաքացիների մասին չի, սա շիա աշխարհի վերաբերվող սրբազան պատերազմն է եւ վրեժի կամ հատուցման գործողություններին գնալը։ Այո, այս առումով ԱՄՆ-ին փաստորեն Իրանը առավել կոշտ գծի հետևորդի ընտրություն կատարեց եւ իր որոշումով է, որ այսուհետ ամերիկյան բազաներին եւ Իսրայելի տարածքին հարված է լինելու նվազագույնը 1 տոննա պայթուցիկ ունեցող ծանր հրթիռներով, այդ նվազագույնը 1 տոննա, իրենք ունեն մինչև 3-3.5 տոննա, դա ահավոր ավեր է, բունկերները բան ուղղակի շատ խոր բան անում էլի, այսպես ասեն ոչնչացնում է, հա, այդ չեմ ասում ամբողջ թաղամասեր, մի այդպիսի հրթիռը մի ամբողջ թաղամաս կարող է բնակելի ոչնչացնել։ Եվ այս առումով ուղղակի Իրանը ցույց է տալիս, որ իրենք գնալու են մինչև հաղթական ավարտ։ Այսինքն որը կլինի հաղթանակը զս իրենց համար։ Ես կարծում եմ հաղթանակը իրենք ձևակերպել են առանձնապես չեն թաքցնում։ Այն պայմաններ, որ ասել են, ճանաչել ագրեսիա ԱՄՆ Իսրայելի կողմից, երաշխիքներ, որ այսուհետ իրենց նկատմամբ չեն հարձակվելու, թե տալու է երաշխիքները դեռևս բաց չի։ Երրորդը փոխհատուցում, չորրորդը միջուկային ծրագրերի անխափան կատարում, որից առանց խոչընդոտի արևմտյան երկրների, եւ հինգերորդը, որը 2 օր առաջ Ռախբարը նորընտիր հոգեոր առաջնորդը փոխանցել է, դա ծոցի երկրները այլևս չպետք է իրենց տարածքում ունենան ամերիկյան բազաներ։ Սա է պահանջները։ Հիմա ինչքանով այս պահանջներից հետ կանգնեն միջնորդ պետության կամ պետությունների կամ մականտանքության խորհրդի միգուցե մշտական անդամ երկրների միջնորդությամբ բանակցությունների ընթացքում դժվարում եմ ասել, բայց այս պահին ակնհայտ է հիմա որ ռազմական գործողությունները շարունակվում են ռեսուրս ունենալու երկրների իրենց կարողականությամբ։ Ընդ որում այստեղ ես նորից եմ ասում, Իրանը բավականին շահեկան վիճակում է։ Եվ դրա համար Միացյալ Նահանգները ճանապարհներ, երկեր, ամեն ինչ փնտրում են, որ այս ամեն ինչը կանգնի։ Հիմա կարող է սկզբունքորեն այդ 5 պայմանները, որ Իրանը դրել է, ինչ որ պայմաններ միջանկյալ ձևով կատարվի, կիսատ կատարվի կամ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ պայման թելադրողը այս պայն Իրանն է եւ պատերազմը ավարտող Իրանն է։ Օրինակ, եթե Իրանը ասում է ոչ, ես իմ 5 պայմանն է, եթե որից է ձևով 5-ից մեկը չի կատարվում, ես հետ քայլ չեմ անելու, նշանակում շարունակվելու է, չէ՞։ Այսինքն ԱՄՆ-ը այս պահին փակուղում է գտնվում։ Ասենք ով կարող է Իրանի վրա ճնշել։ Ես կարծում եմ ոչ որից մեկը։ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները կարող են խորհուրդ տալ, հորդորել, բայց ոչ պահանջ եւ պայման դնել, ասել որ դու այսպեսի բան չես անելու։ Ինչ տարբերակներ ունի ԱՄՆ-ն ըստ ձեզ ռազմական գործողությունների տեսանկյունից։ Ինքը ասելու է, օրինակ ես կարծում եմ, որ եթե Իրանը այնուամենայնիվ հետ քայլ չի անում, ես այդ չեմ բացառում, ԱՄՆ-ն ասելու է ես կռիվը ավարտում եմ, հրապարակավ, վերջ հաղթել եմ, ավարտում եմ եւ ըստ այդմ եթե ես կռիվը ավարտում եմ, դիմում եմ Իրանի ղեկավարությանը, որ ինքը եւս կռիվը ավարտի։ Իսկ եթե ԱՄՆ-ը կռիվը չի ավարտում, ապա ես ԱՄՆ-ին հարվածում եմ միջուկային մարտագլխիկներով, հրթիռներով։ Պայման է դնում։ Ասում եմ, թե չես ավարտում, ես միջուկայինով եմ խփում։ Հիմա ես ավարտում եմ։ Ինչ որ պայմաններ որ դրել ես եւ այլն, այդ պայմանների մասին կխոսենք եւ այլն։ ԱՄՆ-ը այդ ձևով կռվից իրան, ինչպես ասում են, դուրս է հանում։ Այսինքն դեմք ես նորից եմ ասում, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի քայլերի ամբողջ տրամաբանությունը հիմա մի իրողության վրա փրկել վարկանիշ կամ դեմքը, որ ինքը իբր հաղթած է դուրս եկել։ Հաշվառն է, որ նոյեմբեր այդքան էլ հեռու չի, հա, ոնց որ կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, հետո եթե պարտվեց հաջորդ օրը դեմոկրատների իմպիչմենտի գործընթաց են սկսում եւ այդպես շարունակ։ Եկեք նաեւ քննարկենք մեր ներսի որոշակի իրողություններ, որովհետև տեսնում ենք, որ եկեղեցու, օրինակ եկեղեցու նկատմամբ այդ ճնշումները նորից վերսկսվել են, Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին կանչել են քննչական կոմիտե եւ նորից ամեն ինչ արվում է, հա, փորձում է ամեն ինչ անել, որ նախատեսվելիք Գերագույն հոգևոր ժողովը տորպեդահարվի։
Առհասարակ պարոն Ապետյան, մենք նաև ֆիքսում ենք, որ գործող վարչախումբը ինքը իր պարագլխի ղեկավարությամբ այլևս որևէ կերպ ըստ էության չի թաքցնում, որ ինքը ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալ է կամ կամակատար, իսկ քաղաքագիտական տերմինով կոլաբորանտ կառավարության ղեկավար։ Եվ այդ առումով հատկանշական էր ազգագործան պատուասի երեկվա խայտառակ ասուլիսը կառավարության նիստից հետո, որ օրինակ նույն Ցեղասպանության թանգարանի տնօրենի իր հրամանով են ազատել, որովհետև նա Վենսի հետ Արցախ է քննարկել, նաև որ նոր սահմանադրության մեջ չի լինելու անկախության հռչակագիր, որովհետև իբրև թե այդ հռչակագիրը կոնֆլիկտ հրահրող է։ Փաստացի հաստատվեց այն, ինչի մասին քաղաքական ընդդիմադիր շրջանակները, հասարակական վերլուծական դեմքեր, լրագրողներ տարիներ շարունակ խոսում էին, որ այս մարդը սահմանադրությունը փոխում է այս բաների համար, որովհետև կիրթ ու կառուցողական գործընկերը, ինչպես ինքն էր նշում, հանձնարարություն է տվել։ Հիմա այս ասպեկտում արդյոք սա պետության վերջնական դեմոնտաժ չի։ Այո։ Վերջնարդյունքում այո։ Իբր նոր սահմանադրություն, հետո ադրբեջանցիների վերադարձ, հետո երկու էթնիկ խմբերի միացյալ պետություն, որը լրիվ այլ խնդիրներ է լուծելու, այո, պետության դեմոնտաժ է։ Իսկապես դա է։ Գործընթացը հիմա գիտեք ինչ, ասենք այսպես, հա, պետությունները կռվում են մարտի դաշտում։ Խնդիր կա, ենթադրենք, հաղթել, հաղթող կողմը խնդիր է դրել գրավել այդ պետության մայրաքաղաքը, կառավարության շենքը, ստիպել ստորագրել կապիտուլյացիա։ Եթե դրանից հետո նվաճված երկրի քաղաքացիները կամ ժողովուրդը սրի չեն քաշվելու, այսինքն ֆիզիկապես չեն ոչնչացվելու, ապա հաղթող կողմը ինքն է այդ տարածքը կառավարում ամբողջովին իր պայմաններով, իր դրած վարչակազմով եւ իր տեսլականով, թե այդ պետություն կոչված ինչքան պիտի գոյատևի։ Հիմա Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի ծրագիր Հայաստանի վրա դրել են։ Այս տարածքը, այս պահին արկա աշխարհակական այս իրողությունների ֆոնին իրեն գնահատում են, ինչ կարող են անել։ Անել հետևյալը. նոր սահմանադրություն, ռուսական ռազմական եւ տնտեսական ներկայության զրոյացում էստեղ, Հայաստանը ամբողջովին Թուրքիայի Ադրբեջանի հետ տնտեսապես կապում, 300,000 չէ 1 միլիոն մարդ եւ ավել գալիս են էստեղ, Հայաստանի կեսը դառնում է ադրբեջանցիներով բնակեցված, առանց բանակ անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են կանգնում այս տարածքի Ալեքսանդրապոլի պայմանագիր մեծ հաշվով վերջնարդյունքում գալու է Ալեքսանդրապոլի պայմանագիր 10,000 քառակուսի կիլոմետր։ Եթե այդպես կարող է միացյալ պետություն լինի, այնպես լինի, որ հայերը աշճանաբար այստեղից լքեն։ Այսինքն ադրբեջանցիների քանակը շատանա, հայերենը քչանա։ Եվ վերջնարդյունքում ասենք դու դառնաս մի 100,000 այս տարածքի վրա, ասենք 2-3-4 միլիոնանոց ադրբեջանցիներ, ու վերջ թեման փակվեց։ Այսինքն էս էլ է նվաճման ձև։ Այնպես չի որ նվաճում միայն տակ պատերազմով գալիս ես հաղթում ես դրոշը դնում ես պարտված երկի կառավարության կամ կառավարման շենքի վրա ասում ես ես հաղթեցի, հիմա ինչ ասեմ արեք։ Սա էլ է նվաճման ձև։ Իսկ ինչու ոչ։ Եվ հիմա մեր դիմաց գնում է եւ տնտեսական եւ տեղեկատվական պատերազմ։ Իրականում տակ գետնի վրա չկա պատերազմ, որը սառեցված է, չի վերջացած, ոչ մի բանը չի ստորագրված, ճիշտ է, բայց գնում է տնտեսական եւ տեղեկատվական պատերազմ, որ Հայաստանը Թուրքիայի Ադրբեջանի տնտեսական տիրույթում կամ կառավարման ներս դինի, կարծում եմ, որ մեկի մոտ գաղտնիք չի, չէ՞։ Ասել են ընդհանուր էներգետիկ համակարգ։ Հեծը վերցնում են, վերջին հաշվով դա դառնալու Թուրքիան ու Ադրբեջանը։ Երկաթուղու կառավարումը վերցնելու են, ատոմականը, որը 30-40% քո հոսանքի արտադրության էներգետիկ ինքնիշխանությունը ապահովում փակելու են, նստացնելու են ադրբեջանական գազի վրա։ Տնտեսապես առևտուր, գյուղատնտեսության, ասենք արտադրանք եւ այլն դառնալու է Թուրքիան։ Թուրքիան նվաճելու է, սահմանը բացիր, Հայաստանի գյուղատնտեսությունը երկրորդ օրը մեռնելու է, դա ասեմ իմանաք։
որտեվ շատ էժան բերելու են լցնել, նույնիսկ եթե իրենք մինուսով էլ լինեն, բայց այդպես չի իրանց գյուղմթերք շատ էժան է, ինքնարժեքը ցածր է։ Բերելու են լցնեն, քո գյուղացին ինչ անել, հողը կոպեկներով ծախելու, առանց էլ վարկերի տակ կքված է, չէ՞, բանկերից վերցած։ Բանկերն էլ 2 կոպեկ աշխատելով վաճառելու են Թուրքիան, ես եք ես տարածքին նվաճում։ Իդեպ այպես ինչպես Աջարյան արեցին։ Աջարյանն էս ծանր վիճակում է։ Վրաստանի տարածք է, բայց այդտեղ վրացի քարշ չեն լուծում։ Ասեմ իմանաք։ Նույնն է ստեղ ալնելու։ Այնտեղ Թուրքիան ստեղ Ադրբեջանն են գալու լուծվի։ Մի կողմից մյուս կողմից է Թուրքիայից են գալու։ Ուսո թեման փակվեց։ Եվ այդ համատեքստում զարմանալի չէ, որ թիրախավորվում է հենց այն ինստիտուցիոնալ կառույցը, որը որ ամենալուրջ խոչընդոտն է, հենց ձեր նշածը իրականացնելու ասպեկտում։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ին, եթե գործ հասավ մինչև այդ ինչ որ բան չփոխվեց, որտեվ էս տեկտոնիկ փոփոխություններ ա գնում, էս Իրան հետ կապված դեպքերը, եթե Միացյալ Նահանգները ուղղակի այսպես ասենք անկախ նրանից ձևական դեմքը փրկած են դուրս գալիս, թե խայտարակված են դուրս գալու, նշանակում է, որ մեր նման երկրներ են, որտեղ արևմուտքի դրած վարչակազմն է կամ իրանց դերացումների կողմից կառավարվող, նկատի ունեմ Ադրբեջան, Թուրքիայի, սրանք խցանալի իրար հավաքելու ժամանակն է։ Ուղղակի դուրս են թռնելու։ Այդ մինչև հունիսի 7-ը կարող է լինի։ Կամ եթե հունիսի 7 մինչև ոչ մի բան չի լինում, հունիսի 7-ը մեր ժողովուրդը ընտրելու է։ Ինքը դառնալու է գաղթական, թե չէ, ես ինձ եմ ասում։ Հունիսի 7-ին Հայաստանը տալիս ենք Թուրքիա-Ադրբեջան, թե չենք տալիս։ Եվ դրա համար եմ ես օրինակ որոշները ասում են հունիսի 7-ին մենք մեր անկախությունն ենք պահելու եւ այլ։ Ես շատ ավելի խիստ եմ ասում։ 1918 թվականի մայիսի 28-ին անկախություն չէին պահում։ Պահում են մի վիճակ, որ մենք այդտեղ որպես հայ ապրելու ենք, թե չենք ապրելու։ Թուրքն է գալու էս լրիվ նվաճ, թե չէ, իմանուն խնդիրն է դրած։ Ֆիզիկական գոյության հարց։ Իհարկե որտեղ 18-ի մայիսին թուրքը զենքով էր գալիս։ Հիմա ուրիշ զենքով է գալիս, էլի նվաճելու նպատակ է դրել, չէ՞։ Մեզ տեղից դուրս դնել, որ պատկացում 1 միլիոն ադրբեջանցի եկավ, այս 2 միլիոն հայությունից տեղ ինչքան հայ է մնալու։ Միլիոնից ավելի դուրս է գալու ստեղ։ Վստահաբար եմ ասում, չեն մնա, թուրքերը չեն ապրի, ադրբեջանցիները չեն ապրի։ Եվ հետեւաբար այսօր մեր գոյութենական խնդիրն է, մենք ստեղ մեր հայրենիքում մնալու ենք, թե չենք մնալու։ Մարդկանց ընկալումները, գիտակցությունները եւ այդ թվում նաեւ ընդդիմադիր դաշտի քաղ տեխնոլոգներ մարդկանց էստի բացատրեն։ Ինչ տնտեսական զարգացում, ինչ, հա, լավ բան է։ Իշխանությունը որ լինի, բիզնեսը կզարգանա, այս կլինի, եղբայր այսօր իմ ստեղ լինելու, հայ մնալու, ստեղ ապրելու, իմ սրբություններին տեր կանգնելու, իմ երեխեքին այս երկրի վրա որպես տեր, ոչ թե ուրիշ տեղ որպես հյուր, այս ստատուսը ես ունենալու եմ, թե չէ, այսօր այդ մի բացատրվի։ Մարդկանց մոտ այդ մոտիվացիան պիտի մտնի, հակառակ դեպքում էլի ընտրությունակ ասեն, դե չեն կետում, Հիմա այս քաղաքական թիմը լինի, այն քաղաքական թիմը լինի, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ով էլ գալու թալանելու, ես ասում եմ կենցաղային խոսակցությունը, տաքսու վարորդների եւ իրենց ուղևորների խոսակցությունը։ Բայց եթե մարդկանց մեջ մցրեցի, որ դու ստեղ չես ապրելու, որ իրականություն է, 220-ը դպրոց է փակվում, տեղյակ եք։ Իսկ հա փակվում։ Դպրոց փակել գիտեք ինչ է նշանակում։ Ծնողները երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս, երեխեքը սովորելու տեղ չկա։ Դուրս եկան գյուղերը դատարկվեցին բնակարար, դատարկվեցին ում համար է դատարկվում։ Կարող գիտեք Բուրկինա Ֆասոից են գալու լցվեն այդտեղ։ Մեր հարևան Ադրբեջանից են գալու։ Ամենաշատ փակվող դպրոցները որտեղ է, ոչ ավել, ոչ պակաս։ Սահմանային հատված։ Սյունիք։ Ես պատահական չի։ Իսկ սա քաղաքականություն է, որը թելադրվում է Բաքվից, Անկարայից եւ Լոնդոնից։ Սա էլ կատարում է։ Ես հորդորում եմ մեր ընդդիմադիր դաշտի ղեկավարներին, քարոզչության պատասխանատուներին այս թեմայով խոսեն, մարդկանց էս բացատրել։ Մարդկանց մոտ մոտիվացիա կլինի հունիսի 7-ին գնալ, կարճունի ընդդիմադիր որ ուժնես տալու։ Առավելագույն պիտի գնալ ընտրատեղամասեր, որտեվ ինքը մտածելու է իր չգնալը պայմանալ լինելու ինքը Հայաստանից վաղտեж դուրս է գալու։ Սա լրիվ ուրիշ հոգեվիճակ, համաձայն եք։ Միանշանակ, որովհետև սովորական քաղաքական իրավիճակ չի եւ գոյաբանական խնդրի առջև ենք կանգնած, որովհետև այս իշխանությունները իրենք հանձնեցին Արցախը, իրենք մեղավոր են հազարավոր հայ զինվորների մահվան մեջ, որովհետև հիշում ենք, չէ, ասում էր, եթե ես դադարեցնեի օրինակ կռիվը, ինձ կասեին դավաճան ես։ Այսինքն մեր հայրենիքը զինվորները ու բանակը մի կողմ, իրա եսը երկրորդ կողմ։ Իրա եսը իր համար իր եսն է կարևոր։ Դե տեսնում եք, չէ՞, հա։ Ես կարծում եմ ամեն ինչ ասված է, ամեն ինչ բաց է, ոչ մի թաքուն բան չկա եւ ընտրությունն էլ
մեր ժողովրդին եւ իրենց քաղաքական միավորներով կուսակցություններին։ Ճիշտ մոտիվացիա տվեցին, ես վստահաբար ասում եմ, մաքսիմում ընդհանրատեղամասեր գնալ ալնում 70-80%, իսկ այդ նշանակում որ Փաշինյանը այդ ընթացքում արդեն կամ թիվ 1 բորտի մեջ առնելու կամ գերեզգու ճակատագրով հայդա Լոնդոն։ Եվ թերևս այս նոտայով արդեն ավարտենք։ Սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաչմերուկ ոդկասթի հերթական թողարկումներ, ձեզ հետ էին լրագրող Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան Հայկ Նահապետյանը, եւ ինչպես պարոն Նահապետյանը նշեց, իրավի շատ կարևոր եւ ճակատագրական օրեր ենք ապրում, եւ հայ հասարակության հասունությունից է կախված, թե մենք ինչպես կհաղթահարենք այս կարևորագույն շրջափուլը։